200 ցլիկ այդպես էլ չհատեցին Հայաստանի սահմանը սննդի անվտանգության տեսչական մարմնից լուրերին մանրամասնում են։ Տնօրենը որոշել է, որ ետ պետք է վերադարձնի Ռուսաստանի Դաշնություն եւ ապրանքը ետ է վերադարձվել Ռուսաստանի Դաշնություն։ Կամ էլ պետք է տեղում ոչնչացվեին, օրենքի պահանջն է, իսկ պատճառը կենդանիների անհայտ ծագումը։ Մայիսի 22-ին Ռուսաստանի Դաշնությունից երկու հայկական ընկերություններ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխել համապատասխանաբար 105 եւ 100 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակցի մոտ առաջացել են կասկած, որ տվյալ սերտիֆիկատները կեղծ են, որի հիման վրա մենք հարցում ենք իրականացնել Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնին։ Եվ մինչ 7 օրում Ռուսաստանի լիազոր մարմնից կգար պատասխանը, համացանցում տեղեկություն տարածվեց, թե իբր ցլիկներն առանց սնունդ արդեն 10 օր է մաքսակետում են, 30%-ն անկել է։ Լրատվամիջոցներին վստահեցրել են, թե փաստաթղթերի խնդիր չկա, խնդիրը մենաշնորհի հետ է կապված։ Մայիսի 29-ին պատասխան ենք ստացել Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի Ռոսելխոզնաձորից եւ նրանք նշել են, որ այդ սերտիֆիկատները չի տրամադրվել Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմինը։ Այսինքն այդ սերտիֆիկատները կեղծ են։ Ցանկանում եմ նշել, որ Եվրասիական տնտեսական միության մի անդամ երկրներից մյուս անդամ երկիրներ կենդանիների տեղափոխումը կարգավորվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի 317 որոշմամբ եւ այնտեղ 9.3 կետով սահմանված է այն անասնաբուժական հսկողության ապրանքները, կենդանիները իրանք հանդիսանում են անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքներ, որոնց անվտանգությունը չի հավաստվում ուղեկցող փաստաթղթերով, օրենսդրության համաձայն ենթակա են ետ վերադարձի կամ ոչնչացման։ Կեղծ փաստաթղթերով սահմանը հատելու դեպքեր էլի են եղել, բայց քիչ։ Գրիգորյանը վստահեցնում է, բոլոր դեպքերում եւ բոլորի դեպքում է փաստաթղթերի ստուգումը խիստ, քանի որ եթե կա անասնաբուժական սերտիֆիկատը, դա նշանակում է, որ տվյալ պետությունը հավաստում է, որ այդ ապրանքը անվտանգ է։ Այսինքն այո, կենդանիները առողջ են այս դեպքում, եթե չկա փաստաթուղթ, հետեւաբար ոչ ոք չի երաշխավորում, որ տվյալ կենդանիները համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Հատկապես հաշվի առնելով հարևան երկրներում դաբաղի բռնկման պաշտոնապես հաստատված փաստերը։ Տեսչական մարմնից չեն հստակեցնում, թե որոնք են ներկրող ընկերությունները, բավարարվում են նշելով, որ երկու ընկերությունից մեկն առաջին անգամ է փորձել մեր երկիր կենդանիներ ներկրել, իսկ մյուսը մի քանի անգամ ներկրել է պատշաճ փաստաթղթերով։ Այս դեպքում իրավապահ մարմինների դիմելու խնդիր չկա, հաշվի առնելով, որ կեղծ սերտիֆիկատը։ Դա այդ որոշումը կկայացվի արդեն ՍԱՏՄ-ում արդեն համապատասխան քննարկումներից հետո, քանի որ գործը նոր է, դեռ այդ մասով քննարկումներ չի իրականացվել։ ՍԱՏՄ-ն հունիսի 1-ի դրությամբ արգելել է նաև 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր, նիտրատներ ցուցանիշը անհամապատասխան է եղել։ Մայիսի 26-ից մայիսի 31-ը սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառում էր արվել 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից։ Տեսչականից նշում են, ձմերուկի մյուս խմբաքանակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես։ Իրինամ Կրչյան, Արտակ Գևորգյան, լուրեր։